Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, արևը լավ տաքացնում է այս ձմեռորով, ինչպես որ ասել էի, որ ուզում եմ գնալ Վարշավիրի մոտ, արդեն պայմանավորվել եմ և դուրս եմ գալի, կմիանամ տնից։ Եկա, այսպես սիրելի հետևորդներ ջան, երեկվա վլոգում որ ասում էի պիտի գնամ մազերս վենելու, գնացել եմ, հասցրել եմ գնալ խանութներով, բայց ոչ աշխատանքի, հիմա արագի մեջ այս գնումներս ստեղ կտեղավորեմ, ուզում եմ թթու դնել այս ձմեռորով, մի հատ իջացնեմ, այս ծաղկաքալամ, կանաչ բիբար, այստեղ իր կանաչեղենը, մեկ էլ խմորեղեն եմ գնել, դե արդեն գազարն ու պամիդորն էլ կա, դնում եմ սրանց կողքին, որ ստեղ էլ այս ծաղկաքալամը իմ սրտով չէր, կա չէ, որ գնում ենք խանութ, հետո այդ բաները մեր սրտով չի լինում։ Այսօր էլ բախտս բերեց, հարևանիս մեքենայով եկա ու այս ծանր բաները տուն հասցրի։ Կանաչին հանեմ, որ կոտրակի մեջ չքրտնի, կարճ պոչերով քարաուզնա, ոնց ասած վերջին հասա էլի, թեկուզ այստեղ պոլի վրա դնեմ, ոչինչ չի խանգարի, մի հատ կոֆե հասցնեմ վայելել, ես էլ պետրուշկա, մի հատ էլ քարաուզ, և կարելի ասել շատ լավ է, շատ իմ սրտովը ստացվեց, այս սամիտ, ահա սիրելի հետևորդներ ջան, հիմա արագի մեջ մի հատ կոֆե եմ գնում, մի քիչ էլ զրուցեմ ձեր հետ, խմորեղեն էլ հանեմ տոտրակից, չնայած այս պահին չեմ ճաշակելու, այս պահին մենակ կոֆե եմ ուզում, ահա, իմ սիրելի տրուբոչկեքը, բոլորիս սիրելին է գիտեմ, այս կամ և կոֆե արագի մեջ, որ պիտի հասցնեմ գնամ իմ աշխատանքին, ահա, կոֆեն դնեմ, հետո խոսեմ մազերիս մասին, ենքան ամեն բան արագի մեջ կատարվեց, սիրելի հետևորդներ ջան, և իմ սրտով, այս պահին ապետը տանը չէ, արդեն գնացել է, ասեցի չէ, որ պիտի գա գործ անի, գործը քիչ էր, եկավ այդ քիչ գործը արեց ու գնաց, վաղը նորից պիտի գա, այսպես, հիմա, մինչև կոֆեն կլիերում, մի քիչ զրուցեմ, մի քիչ կարճացրել եմ, ոնց ասած, մաքրել եմ, վերջի մասերը, սիրել հետևորդներ ջան, սիրում ենք չէ, ասել, որ մի քանի ամիսը մի անգամ պետք է թարմացնենք մեր մազերը, որպեսզի լավ երկարի, ահա, և մի որոշ ժամանակ այս տեսքով կլինեմ ձեր հետ միասին, միշտ ասել եմ չէ, որ պետք է մեր իմիջը փոխենք, մեր կյանքը դարձնենք հետարքիր, այնքան եմ շտապում ուզում եմ հետ ցեզ րոպեին կոֆեն եփված լինի, վայելեմ ու շուտ-շուտ գնամ էլի իմ գործին, իսկ թթու դնելը չգիտեմ, երեկոյան կստացվի, թե ոչ, քանի որ նաև խոսել եմ մի այլ մասնագետի հետ, որը կարողանում է կարի մեքենաները վերանորոգի ու արդեն իսկ ասել եմ, պիտի այսօր գա։ Ամեն դեպքում չգիտեմ, միգուցե եթե ինչ-որ մի բան չխափանի ու այդ մարդը գա, նույնպես մեր հարևանն է և բարեկամն է, սիրելի հետևորդներ ջան, հիմա կգնամ իմ աշխատանքի, եթե դրանից հետո ինքը ինչպես որ ասած կգա, եթե հարմար լինի կգա ու ոչ մի խանգարող հանգամանք չի լինի, կարի մեքենան էլ պիտի վերանորոգվի, կարելու բաներ ունեմ, այդ գործերով նույնպես ձեր հետ կմիանամ սիրելի հետևորդներ ջան, դե թթունել արդեն եթե այս ամեն ինչը վերել եմ, դա էլ կհասցնեմ, կտեղավորվեմ ժամանակի մեջ, գործերի մեջ ու դա էլ կպատրաստեմ։ Մի քիչ որ շունչս տեղը գա, ես էլ ուզում եմ, որ հանգիստ զրուցեմ ձեր հետ, երբ որ շտապելիս եմ լինում, նույնիսկ չեմ էլ կարողանում հանգիստ զրուցել, բայց ամեն դեպքում կարծում եմ ստացվեց մեր զրույցը, գիտեք, որ միշտ ասել եմ, որ չեմ ուզում թթու դնել, չեմ ուզում շատ փագոցներ անել, որովհետև հագենում ենք, կշտանում ենք այդ ամեն ինչից, ուզում ենք մեր օրգանիզմին մի քիչ թեթևություն տալ, մի քիչ դադար տալ այդ ամեն ինչից, այլ սնունդներ ճաշակել և մեր մշտական այդ բաները չանել, բայց քանի որ հիմա անհրաժեշտություն առաջացավ, որոշեցի այս ձմեռորով թթու էլ դնել, տեսնենք ոնց կստացվի։ Ահա, այսպես,
կհամբերեմ, չեմ բացի, երբ որ աշխատանքից կգամ, այդ ժամանակ կբացեմ, ու այս պահին մենակ մի բաժակ դառը կոֆե եւ արագ աշխատանքի։ Այսքան խոսեցի իմ կոֆեն, չի ուզում դեռ տեղից շարժվի, գազն էլ կարծես թե իր ունակությունները կորցրած լինի։ Կոֆեն դնում ենք ու սպասում, 5 րոպե ավելի սպասում ենք, սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է գազի որակը, չգիտեմ, ինչ ասել, գազի որակը այդքան էլ այն չէ, ասեմ, որ տաքանալու համար գազի պեչն եմ միացնում, գիշեր ցերեկ, ամենացածր աստիճանի վրա, տունն էլ լավ տաք է, դրանից շատ գոհ եմ, եւ կան մարդիկ, որ մշտապես գազի պեչ են վառում, իրենցից էլ խորհուրդ եմ վերցրել, որ այդ վիճակով առանց անջատելու ձեռք է տալիս, հիմա գիտեմ կան հանգստանա, կասեի, վայ, Անուշկա ջան, բա գիշեր անջատի, ապահով լինես, բայց սիրելի հետևորդներ ջան, բոլոր ապահովությունները արված է, անհանգստանալու կարիք չկա, եւ այդ ձևով կշարունակենք տաքանալ, մինչև որ կտեսնեմ, մի քանի տեղ ասել եմ փայտի համար չեմ կարողանում ձեռք բերել, փայտին ենք սովոր, որ պեչը վառենք, պլեջ անենք, տեսնենք ինչպես կդասավորվի, ամեն բան հերթով, ոչինչ այնպես չի դասավորվում, որ ասենք մեր ուզածով հենց այդ պահին, ինչպես որ իմ կոֆեն հենց այդ պահին չէր լինում եւ արդեն պատրաստ է։ Արդեն գնում եմ աշխատանքի, սիրելի հետևորդներ ջան, ոյ, էս ինչ էր։ Այդպես, երկեք ջրած, ինել ահա ձմեռը։ Ոնց է, մրսում ես, ինչ անեմ քեզ, դե գնա թաքնվի, գրա քեզ համար տակ տեղ գտի մրջունների մոտ, այդ ջրեք, չուշանամ, գնամ, ես ճանապարհին եմ, աշխատանքից տուն եմ վերադառնում, այնտեղ լուսինն արդեն երևում, ահա, եղանակ այսօր շատ հրաշալի էր, քանի որ տուն եմ գնում, պտտվեցի եւ դեպի մեր տան ճանապարհին եմ, բայց իմ պատկերասրահը այնքան սիրուն է, որ ուզեցի այս տեսարանը դուք էլ տեսնեք, հիանաք եւ ցույց լավ զգաք, երբ որ նայում ենք դեպի երկինք, մենք ավելի իմաստուն ենք դառնում, քանի որ ամեն մարդ չէ, որ երկնքին է նայում։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն ճանապարհը, ասֆալտը փոխվում է եւ արդեն մի քիչ դժվար է ճանապարհը, այդտեղ էլ անցնեմ եւ արդեն տնից կմիանամ ձեզ։ Այս ընթացքում հիացանք իմ գյուղի լեռնաշղթայի պատկերասրահով, որ մշտապես բացվում է մեր առջև։ Անում եմ միջանցք, այնտեղ ավելի լուսավոր է։ Սիրելի հետևորդներ ջան, երբ որ եկա տուն, արդեն ավելի սուջուտերից կերակրման ժամներ, մանդարիններ էի գնել մեքենայի վրայից, 3 կիլոգրամը 1000 դրամ եմ վճարել, հասցրել է ես իմ կոֆեն խմել, հիմա, քանի որ այդ մարդը եկել է մեքենան սարքելու, իր համար եմ ուզում կոֆե գնել, նաև մեքենան եմ տարել միջանցքում, կարևոր գործերը արել եմ մի խոսքով, և գործն արագացրել եմ, այսպես, կոֆեն լսնեմ եռացնեմ, և արդեն ինքը մեքենային նայում է, հասցրել եմ նաև խանութներով անցնել, քանի որ կարի մեքենայով էր պետք, շինարարական բաներ էր պետք, նաև դրանք եմ գնել, արագի մեջ, մանդարինները հանեմ, խառը մանդարին, մանր խոշով,
Ինչքան էլ ջոկում ենք, էլի վաճառողը ձեռքի հետ նաև մանրն է գցում, մենք էլ խոշորն ենք ուզում վերցնել։ Սրանք իմ վերցրածներն են, մանրերը, կանաչները վաճառողը։ Այստեղ դրանք էլ են համով։ Ամեն մարդ ուզում է, որ իր գործը լավ լինի։ Այսպես խմորեղենը սառնանում է, նա էլ մյուս կողմից կվերցնեմ ու արդեն հյուրասիրությունը կկատարեմ։ Եվ սպասեմ կոֆեն եփվելուն, սիրելի հետևորդներ ջան, կմիանամ արդեն միջանցքից։ Այսպես։ Տեսնենք ինչ կստացվի մեր մեքենան կաշխատի թե ոչ, քանի որ շատ երկար տարիները չեմ օգտագործել ու այդպես մնացել է։ Ինքը լավ մասնագետ է եւ ամեն բան լավ կստացվի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեքենան բացել ու կարգավորում ենք, խանութից յուղ ենք վերցրել, յուղել ենք ահագին, երբ որ յուղում ենք, սպասում ենք նաև, որ յուղը մի լավ ներծծվի, որ այդ գործերը լավ արվի, մի խոսքով այդ գործին ենք։ Այդ մարդում ճանապարհեցի ու եկա հիմա էլ ձեր հետ զրուցեմ, ասեմ թե ինչ ենք արել, ինչ եղավ եւ ինչ ենք անելու։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այս մեքենան շատ երկար տարիներ է, որ չեմ օգտագործել ու այդ պատճառով էլ երկաթից ամուր կպել էր։ Շինանյութի խանութից հատուկ կարի մեքենայի յուղ էի վերցրել եւ ամբողջը այստեղ օգտագործվեց։ Մի երկու կաթիլ է մնացել, այս էլ ես հիմա կլցնեմ եւ այս տուփը դեն կնետեմ, քանի որ գիտեմ արդեն, որ այդ խանութում լինում է կարի մեքենայի յուղ, կվերցնեմ եւ իմ բոլոր դռների այդ տեղերը կյուղեմ, այս անցքերը, որ կա այս մասից, որ ես տեսնում եմ, շատերի ծանոթ կլինի, թե ինչպես ենք յուղում, եւ վերջացավ։ Սա արդեն պետք չէ, այդ տուփը դեն կնետեմ։ Այստեղ նաև կտոր էի բերել, որ այդ մարդ աշխատելու ընթացքում յուղը այստեղ այնտեղ լցնելու դեպքում նաև հոսում է, ձեռքերը սրբեր, նաև թաց հանձեռոցիկ, բայց ամենալավը դե կտորն է վերցնում անընդհատ ձեռքի մեջ։ Այս կտորը այսքան մեծ բերել էի, որ փորձարկումների համար կտրենք, փորձարկենք, մեքենան ոտքի մեքենա է, սիրելի հետևորդներ ջան, էլեկտրական չէ, այսպես, և նմանատիպ կտորները պետք է գալիս կարը փորձելու համար, երկու կար է կարում, ուղիղ կարող մեքենա է, ավերլոկ չունի, խոշոր և մանր կարող մեքենան է, սա մի կողմ, ընդհանրապես, երբ որ սպիտակեղենը մաշվում է, ես դեն չեմ նետում և միշտ էլ նման դեպքերում պետք է գալի։ Լույսը շատ թույլ է, դրանից շատ եմ նեղվում, բայց ամեն դեպքում ուզեցի, որ անպայման այս գործով ձեր հետ կիսվել, զրուցել, ձեզ էլ հավեսի բերել, եթե դուք էլ ունեք հին մեքենաներ ու ինձ նման մի կողմ էիք դրել, ապա հանեք, թարմացրեք, յուղեք և սկսեք օգտագործել։ Հիմա այս կտորը վերցնեմ, որպեսզի ես էլ մաքրումներ տամ այստեղ, մյուս կտորը արդեն յուղոտված է, մի հատ էլի ես վերանայեմ, սակայն մեքենայի այս մասերին չեմ կպչելու, ուղղակի այս եզրերին նույնպես կա յուղոտված, սա արդեն վերցնեմ, որ այդտեղ էլ սրբեմ, չնայած որ այսքան շինարարության մեջ եմ, ամբողջ տունը խառն է, նաև պիտի թթու դնեմ, կարելյոկը քաղեմ, լիքը գործեր, բայց այս գործը նույնպես շատ կարևոր էր իմ համար այս պահին, սա այստեղ մի կողմ դեն կնետեմ, և բոլորովին ինձ չխանգարեց, որ մեքենան, որ մի կողմ էի դրել, նորից սկսեմ բերել առաջին տեղ,
մի բան է մտքովս անցել եւ ուզում էի որ անպայման իմ ձեռքով անել, իմ ձեռքով կարել։ Ամեն անգամ մի փոքր բանի համար վազում ենք դերձակի մոտ, անտեսելով որ տան ունենք մեքենա եւ կարող ենք ինքներս աշխատացնել։ Շատ երիտասարդ տարիներին 18-19 տարեկանում սիրելի հետևորդներ ջան, աշխատել եմ կարի ֆաբրիկայում, համարյա 3 տարի աշխատել եմ եւ լավ փորձ ունեմ, կարելի ասել մասնագետ եմ, բայց այդ ուղղությունով չեմ խորացել, ավելի բարդ մեքենաների վրա եմ աշխատել, դե գիտեք, շատերը ծանոթ կլինեք, թե հատկապես կարի ֆաբրիկաներում ինչ մեքենաներ են լինում եւ ամենաբարդ մեքենայի վրա անգամ աշխատել եմ եւ լիքը փորձ ունեմ։ Այդ իմ սովորածը դեռևս չի մոռացվել եւ տիրապետում եմ։ Իսկ հենց այս մեքենայով այն 8 ու լույս տարիներին, երբ որ մեր փոքր նորածինների համար պետք էր լինում բարուրի շորեր կարել, սիրելի հետևորդներ ջան, այս մեքենայով իմ երեխաների համար բարուրաշորեր եմ կարել եւ ոչ միայն, նաեւ հարևանների համար, բարեկամների համար, բոլորին լավություն եմ արել անխտիր ձևով։ Առաջվա այդ տարիները մեկ այլ ուրիշ էր, քաղցր հուշերով լեցում։ Հիմա գիտեք, թե արդեն մեր փոքրիկների համար ինչքան լայն հնարավորություններ է բացվել եւ այլևս բարուրաշորերը այդքան էլ պետք չի գալիս, կարելի ասել գրեթե պետք չի գալիս, բայց այն տարիներին ամբողջը, մինչև որ երեխան արդեն գրկի էր դառնում, նույնիսկ այդ դեպքում էլ արդեն տոտիկներն էինք միայն բարուրում եւ միշտ այդ բարուրաշորերը մեզ բոլորիս պետք էր գալիս, խնամքով լվանում էինք, այն էլ ձեռքով, արթուկում եւ շատ զգուշ էինք վարվում այդ տիպի բարուրաշորերի հետ, դրանք մեր համար սրբություններ էին համարվում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, կարելու բաներ ունեմ, հետո սիրտս քաշեց, որ ես կարեմ, ու չտանեմ դերձակի մոտ, եթե տանեի դերձակի մոտ, ամենը պիտի տանեի, եւ միգուցե հենց այդ պահին էլ կարերու ինձ տար, բայց ուզեցի, որ այս մեքենան արդեն սկսեմ օգտագործել։ Ձեզ էլ հավեսի բերելով, նորից եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, այսպես, բաներ կան, որ երբեմն մեր աչքից արժեքազրկվում են, քանի որ արդեն ուզում ենք հեշտ կյանքին սովորել, հեշտ արդեն մեր առօրյան ավելի հեշտ դարձնել, բայց երբեմն էլ, այո, այսպիսի հնությունները մեր համար դառնում են լավ հուշ։ Ես պահել եմ, ամեն դեպքում տանն եմ պահել, դեն չեմ նետել, չեմ վաճառել, չեմ տարել նկուղ գցել, հիմա էլ այդտեղ խոհանոցում սեղան էի դարձրել, անընդհատ մտքիս մեջ մտմտում էի, որ սա էլ ի վերջո մի օր կկարողանամ հավեսի գալ, տրամադրվել եւ սկսել օգտագործել, ոնց ասած հանել ջրի երես։ Հիմա այդ պահնա եւ սկսել եմ, սակայն սիրելի հետևորդներ ջան, այդ մեկ տուփ կարի մեքենայի յուղը, որ լցրել ենք ամբողջը այս անցքերի մեջ, ժամանակ պետք, երևի մի 10 օր, համենայն դեպս այդ մարդը ինձ այդպես ասեց, որ այս անցքերով մի լավ յուղը գնա, ներծծվի եւ բոլոր իր այս ներսի, չէ որ այս փորիկի մեջ նաեւ շարժվող մասեր կա ու յուղ այդպես տարածվելով փափկի եւ կարողանանք արդեն որտեղ պետք է բացենք, կարգավորումները տանք եւ նորացնենք կարի մեքենան։ Այս կարի մեքենան պապենական կարի մեքենա է եւ մեր տանը շատ վաղուց է որ կա։ Այդպես, սիրելիներս, եթե դուք էլ ունեք, ապա դուք էլ ջրի երես հանեք եւ սկսեք երբեմն օգտագործել։ Եթե անգամ չեք էլ տիրապետում, այնքան հեշտ է սրա հետ աշխատելը։ Եթե ձեր մտքին տեղ լինի, եթե մեր մտքին տեղ լինի, ամեն ինչի էլ կարող ենք ընդունակ լինել, մենք կանայքս։ Նաև ինձ խորհուրդ տվեց այդ մարդը, որ ժամանակ առ ժամանակ այսպես պտտեմ, որպեսզի այս պտտելու ընթացքում երկաթները շարժվեն եւ յուղը տարածվի։ Երբ որ բացեցինք մեքենան,
Դե քանի որ լույսը թույլ է, ինչպես որ նկատում եք, հենց այստեղ լույսը տան կենտրոնում է, արդեն այս վերանորոգման աշխատանքների ընթացքում լավ լույս կտեղադրենք եւ հույս ունեմ, որ ինչքան էլ որ լույսերը թույլ լինեն, այնպիսի մի լուսավորություն կտեղադրենք, որ շատ չնեղվեմ այդպես խավար լույսից։ Մի խոսքով, այսպես պիտի անընդհատ պտտեմ եւ չեմ հավաքելու ու տանելու մյուս կողմ։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, մի 10 օրից այդ մարդը նորից կգա եւ արդեն նորից կփորձենք։ Այստեղ պետք է կա նաեւ շատ դժվար էր, սկզբից փորձում էինք բացել, յուղելուց անմիջապես հետո անգամ սա պետք եկավ, բայց սա էլ չբացեց, ինչ որ պետք էր հատուկ մեքենայի այս աթյորկան, այստեղ մասեր են, որ հանել ենք ու դրա կարիք չկար, որ նորից տեղադրենք, ահա, հիմա ես էլ որ այսքան շինարարության մեջ եմ ու ամբողջ տունը խառնա, ամեն դեպքում սրան մի անկյուն կհատկացնեմ եւ կգնամ ու կգամ, կպտտեմ, որ իմ մեքենան յուղը տարածվի եւ սկսի աշխատել։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր է, որ տիրապետենք ամեն ինչի, միշտ էլ միտեղ մեր իմացածը պետքա գալի, ոչ մի իմացած բան չի գնում կորչում հենց այնպես, ինչքան էլ որ ասենք, մենք մեծանում ենք, մեր երիտասարդության տարիներին սովորած որոշ բաներ, մեր ուղեղում լավ տպավորվում է ու մեր կյանքում ինչ որ մի ժամանակ մեզ պետք է գալիս եւ կարողանում ենք օգտագործել։ Ահա, այստեղ կսրբեմ այս կողմերը մեքենային առանց կպչելու, թեկուզ եւ երբեմն ինքնաբերաբար ուզում եմ այստեղ էլ սրբել եւ ուզում եմ, որ գործը արագանա, բայց ոչ մի բան շտապելով չէ, նաեւ այս իր փայտային մասը, սա եմ ուզում նաեւ թարմացնել, հատուկ բաներ կան փչելու եւ դա էլ եմ ուզում թարմացնել, հենց որ մեքենան արդեն հունի մեջ կլինի, կսկսի լավ աշխատել, կմտածեմ նաեւ այդ ուղղությունով եւ կգեղեցկացնեմ, աչքին հաճելի կլինի, թարմտես կստանա, մի խոսքով մեքենան էլ վերանորոգման մեջ է։ Այսքան գործերի հետ սա իմ համար երբեք ավելորդ չէր, միշտ էլ մնալով մնացել է, ասել եմ, այս մի գործն էլ վերջացնեմ, հետո նոր սրան կանցնեմ ու այդպես էլ մնալով մնացել է, ընդհանրապես, եթե ինչ-որ մի գործ հետոին ենք թողնում, միշտ էլ այդ հետոն չի գալիս, սիրելիներս, մենք պետք է այդ հետոն առաջ բերենք, որ մեր գործերը առաջ գնան, կազմակերպված ձևով, որ գնացի այդ մեքենայի յուղը վերցնելու, նաև որոշ շինարարական նյութեր էր պակասել, մեքենայով վերեցինք, ոչ առաքումով, եւ այդ գործն էլ առաջ գնաց, վաղը վարպետը կգա, այստեղ գործերը շարունակություն կտա, դուռը հեշտությամբ բացվում, փակվում է, այս եզրերը դեռևս կպցրած չէ, այստեղ չորանում է, արդեն գույնը փոխել է, նկատում եք, բայց այստեղ դեռ թաց է, սա էլ ինձ թվում է մինչև վաղը չորացած կլինի, կամ էլ արդեն վարպետը կասի արժե արդյոք այս եզրերը երբ պիտի կպցնենք, արդեն այդ ամենը ինքը կասի, որքան հիշում եմ այս կողքի եզրերը արդեն պատերը վերանորոգելուց հետո պետք է ամրացնենք, արդեն որ չխանգարի ու չվնասվի, առաստաղը պետք է վերանորոգենք, պատերը, մի խոսքով, այդքան էլ շատ գործ չէ, բայց ամեն դեպքում գործ է։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, իսկ ինչ վերաբերվում է, որ ծաղկաքալամ եմ գնել, կանաչ պոմիդոր ու պիտի թթու դնեմ, դա էլ արդեն կամաց-կամաց կսկսեմ, բայց այդ գործս հաջորդ վլոգում կտեսնեք, չեմ ուզում գործերս իրար խառնել, որպեսզի ես էլ կարողանամ իմ վլոգներին ճիշտ վերնագիր ընտրել, եթե ինչ-որ մի գործ, մի քանի գործը միասին միևնույն վլոգում տեղադրվում է, մի քիչ վերնագիր ընտրելը դժվար է լինում, դրա համար հնարավորինս ուզում եմ, որ այնպես դասավորել, որ նաև իմ վլոգների վերնագրերը լավ լինեն,
եւ ձեր համար ավելի հասկանալի, մատչելի լինեն։ Այսօր ամբողջ օրը վազքի մեջ եղա, բայց ամեն դեպքում ես գոհ եմ իմ այսօրից, շատ գործեր արեցի եւ ես ինքս ինձանից գոհ եմ։ Շատ կարևոր է, երբ որ մարդը ինքն իրենից գոհ է լինում իր կատարած աշխատանքներից։ Ուզում եմ, որ դուք էլ այդպես վարվեք, երբեք ոչ մի բանի չհիասթափվեք, ձեր ուժերը չկորցնեք, ինչքան էլ հոգնած լինեք, ձեր բոլոր գործերը, թեկուզ եւ կիսատ մնան այդ օրը, ապա անպայման կատարեք, սիրելի հետևորդներ ջան։ Միշտ էլ ուզում եմ, որ ձեր հետ զրուցելու ընթացքում ձեզ միշտ ոգևորել, տրամադրել, հավեսի բերել եւ կարծում եմ հենց այս սիմվոլով, որ այս պապենական կարի մեքենան ես առաջին պլան եմ բերել, հա, հենց այս գործով ձեզ տրամադրել, ոգևորել եւ դուք էլ ավելի ուրախ սրտով ձեր գործերը կատարեք, կապ չունի, միգուցե դուք էլ հին իրեր ունենա, կապ չունի, դա կարի մեքենա է, թե ինչ գործիք է, դուք էլ մաքրեք, սրբեք, յուղեք եւ մի կարևոր տեղում տեղադրեք։ Միգուցե եթե մեզ էլ պետք չգա, ապա անպայման մեր սերունդներին պետք կգա։ Քանի որ նաեւ հնարավորությունները լայն են մեր դարաշրջանում, մեր թվում, այսպես ասեմ, նաեւ այդ փչելու համար այդ ամեն նյութը կարծում եմ կարող եմ շուտափույթ ձեռք բերել եւ այդ գործն էլ անել։ Այսպիսով ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, ինձ համար շատ հաճելի է, որ ես կարողանում եմ իմ այս գործերով ձեր հետ կիսվել, միանալ ձեզ այս մեր YouTube-յան մեծ ընտանիքում, ջերմություն ու սեր տարածել մեկս մյուսով։ Լավ եղեք, առողջ եղեք եւ միշտ ու միշտ լավ գործերի մեջ եղեք։